Ողջույն, 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Ոսկանապատ վերլուծական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Հրանտ Մելիք Շանազարյանը։ Բարև ձեզ, պարոն Մելիք Շանազարյան, շնորհակալ եմ այսօր ընկալվելու համար։ Սիրով։ Խոսենք Արցախի նախագահ չընտրելու հանգամանքի մասին։ Մայիսի 21-ին Արցախի Հանրապետության ազգային ժողովը արտահերթ նիստ գումարեց եւ նախագահ ընտրեց Աշոտ Դանիելյանին, որից հետո 7-օրյա ժամկետում պետք է նախագահ ընտրվեր, բայց նախագահ չընտրվեց։ Կարդամ նաեւ ձեր անհանգստությունը այս հարցի հետ կապված։ Ձեր Facebook-յան էջում նշել էիք, որ եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի արշավով տարված հասարակությունը չնկատեց, որ Արցախի Հանրապետությունն այլևս նախագահ չունի ու ըստ երևույթին ոչ էլ կունենա։ Այդպիսին է Արցախի քաղաքական վերնախավը, նրանց համարձակությունը մաքսիմում փաստորեն Թաքուն ազգային ժողովի նախագահ ընտրելն էր, հանկարծ Նիկոլը չիմանա։ Իսկ ահա նախագահ ընտրելու կամ ընտրվելու համարձակություն չունեցան։ Ինչով է պայմանավորված, որ որոշեցին նախագահ չընտրել, կարծում եք։ Ճնշումներ եղան։ Կարծում եմ, այո, հենց համարձակություն չունեցան։ Լրատվամիջոցներում մամուլում կան հրապարակումներ այդ մասին, թե ինչ կարգի ճնշումներ են եղել, ինչպես է Նիկոլի իշխանությունը ամեն ինչ արել, որպեսզի Սամվել Շահրամանյանը չառաջադրվի նորից նախագահի պաշտոնում եւ նաեւ ամեն ինչ արվել է, որպեսզի նոր տեխնացու չառաջադրվի։ Մայիսի 21-ին լրացել էր նախագահ Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետը։ Դրանից հետո Սահմանադրության Արցախի ազգային ժողովը 7-օրյա ժամկետում պետք է նոր տեխնացու առաջադրեր, հետո եւս 3-օրյա ժամկետում պետք է կատարվեր նախագահի ընտրություն։ Ընդ որում, որպեսզի նախագահի ինստիտուտը պաշտպանվի, բավական լուրջ ջանքեր են գործադրվել եւ ժամանակի նույնիսկ սահմանադրական դրույթների մեջ են փոփոխություններ մտցվել այս տարեսկզբին։ Որպեսզի հանկարծ այնպես չստացվի, որ այո, այն փուլում, երբ որ Սամվել Շահրամանյանը նախագահ չի լինի, այդ ժամանակ ազգային ժողովի նախագահ դառնում էր պաշտոնակատար եւ կար վտանգ, որ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար կդառնար Բաքվի բանտում գտնվող Դավիթ Իշխանյանը։ Այն ժամանակ իսկապես լուրջ աշխատանք տարվեց, որպեսզի հասկանում եք, չէ՞, նաև հոգեբանական խնդիր կա, որ մարդը գերության մեջ է, բայց այնուամենայնիվ նրան պետք է փոխել նրան պաշտոնը, այլ մարդ պետք է պաշտոնակից լիներ եւ փառք Աստծո Աշոտ Դանիելյանը համաձայնվեց ստանձնել այդ պատրաստակամությունը եւ գիտեմ, որ նրա վրա նույնպես ճնշումներ են եղել, բայց Աշոտ Դանիելյանը կարողացավ իր մեջ ուժ գտնել, պատասխանատվության զգացողություն ունենալ, հասկանալ, որ պետք է գնալ այդ բեռը վերցնելուն, որովհետև հակառակ պարագայում ինստիտուտները լուրջ վտանգի առջև կլինեն։ Հիմա ըստ էության ստեղծվել է մի իրավիճակ, երբ ազգային ժողովի նախագահ ընտրություն եղավ, եւ ճիշտ եմ արել, որ գրել են, որ Թաքուն եղավ, որովհետև վերջի վարկյանի մանրամասների մեջ չմտնենք, այնուամենայնիվ վերջի վարկյանին այդ նիստը կայացել է ազգային ժողովի նախագահային ընտրեց, հանրությունը դրա մասին իմացել է արտահոսքով, մամուլի տեղի ունեցած արտահոսքով։ Եվ բայց դրանից հետո որ ասում եմ այդքանն է, որ համարձակությունը բավականացրեց Արցախի քաղաքական էլիտաների, նախագահ ընտրվելու համարձակություն չունեցան եւ հիմա ստեղծել է իրավիճակ, երբ Արցախի Հանրապետությունը այլևս նախագահ չունի, ըստ իրենց Սահմանադրության ազգային ժողովը նույնպես այլևս ընտրելու հնարավորություն չունի նախագահ, հաջորդ նախագահ ընտրելու հնարավորությունը արդեն համաժողովրդական ընտրությունն է, բայց հասկանում ենք, որ այս իրավիճակում եւ Հայաստանի այս իշխանությունների պարագայում դա կազմակերպելը գրեթե անհնար բան է։ Եթե այդ փոքր խնդիրը չկարողացան լուծել, նման խնդիր կազմակերպելու հնարավորություն բնականաբար կամ սպասել, որ նման բան կանեն, չափից շատ միամտություն կլինի։ Ըստ մամուլի տեղեկությունների հենց ազգային անվտանգության ծառայության ղեկավարի կողմից է ճնշումներ եղել, նաև անընդհատ հարցաքննության են կանչել մեկ շաբաթվա մեջ 5 անգամ, թե մեղադրյալի կարգավիճակ չունի, բայց հարցաքննվում է Սամվել Շահրամանյանը, այս հանգամանքները փաստորեն դեր խաղացին այնուամենայնիվ, ճնշումները մեծ էին։ Միանշանակ, այո, եւ այստեղ իհարկե ես հասկանում եմ, որ ճնշում եւ այլն բան, բայց ով է ասա, որ հեշտ էր լինելու։ Ասենք դու երկրի ղեկավար ես, ընդ որում այն իրավիճակում, երբ որ մարդիկ, ովքեր վստահել են քեզ այդ պաշտոնը կամ առաջադրել են եւ այլն, հիմա գտնվում են գերության մեջ։ Եվ մեր ժողովուրդը երկար տարիների պայքար է մղել, որպեսզի մենք կարողանանք ունենալ Արցախի Հանրապետությունը։ Հիմա ըստ էության շատ ցավով եմ նշում, որ Հայաստանում հայկական միջավայրում թեկուզ, չգիտեմ, ԱԱԾ-ի ճնշումը կլիներ, թե այլ ճնշումներ չեմ բացառում, որ եղած լինեն եւ այլն, բայց այնուամենայնիվ
այս միջավայրում, ասենք, ինչի հետ են կշռել, հա, որ ինչ որ կարող է ձերբակալվեին, որ կարող է ինչ լիներ։ Փաստը այն է, որ Արցախի նախագահության ինստիտուտը այսօր կարելի է ասել, որ փաստացի վերացած է արդեն, դե ազգային ժողովն էլ մեծ հաշվով որևէ բան, ասինքն նվազագույն խնդիր, որ պետք է գոնե լուծեր այդ ազգային ժողովը նոր նախագահ ընտրել, սկի դա չկարողացավ անել։ Այսինքն միայն մեղքը Սամվել Շահրամանյանի վրա չեմ թիրախավորում միայն նրան։ Որովհետև Մետաքսե Հակոբյանը մեծ զրույցում ասում է, որ տեխնացուներ կան նախագահի, քննարկում ենք այդ հարցը։ Ուր են։ Դե հետո արդեն փաստացի չընտրեցին։ Որտեղ են, այսինքն այո, մի քանի պատգամավոր, այդ թվում Մետաքսը, նաև Աշոտը Դանիելյան, որ ազգային ժողովի իրենք այո, շատ լավ, ուժեղ փորձել են դիմակայել ամեն ինչ անել, որպեսզի դա այդ ինստիտուտը պահպանվի։ Չեմ ուզում հիմա շատ անուններ տալ, հատկացնել, բայց ցավոք սրտի նման պատգամավորների եզակի են եղել, հա, մնացածը ինչ որ տենց հաշվարկների մեջ են, որ եթե հանկարծ Արցախի նոր նախագահ ընտրենք, Ադրբեջանը կհարձակվի ու Հայաստանը կոչնչացնի ու կասեն, դուք եք մեղավոր ղարաբաղցիներ, ձեր պատճառով Հայաստանը ոչնչացվեց։ Այսինքն հիմար արդարացումներով ճակերտավոր այն ինչ ասում է իշխանությունը, իրենք իրենց ձեռքով քանդում են իրենց պետության հիմքերը։ Եվ հիմա երբ որ հասել ենք այս վիճակին, ուզում եմ մի քիչ տարօրինակ բան ասեմ, բայց եթե լավն էլ դա է։ Եթե լավն էլ դա է, եթե պետք է այդպիսի նախագահ լիներ, այդպիսի նախագահ ինստիտուտ կամ այդպիսի ազգային ժողով, ավելի լավ է չլինի։ Հարցը պետք է դնել միանգամայն այլ լույսի ներքո քննարկել եւ իսկապես երևի թե էլ չմտածել էլ Արցախի պետության մասին, այլ մտածել Արցախը որպես Հայաստանի մաս վերականգնելու մասին։ Այսինքն հենց ներսում եւս տարաձայնություններ են եղել, վախեր են եղել։ Հենց ղեկավար այդ կազմի մեջ, падգամավորների մեջ։ Հասկանում եք, հակառակ պարագայում ինչ որ մեկը կհամարձակվեր ինչ որ այլ տեխնացու առաջադրել եւ գոնե քվեարկության դներ այդ հարցը։ Չեն եղել դա։ Այս հարցը շատ է հնչում, թե ինչ է տալու դա, եթե հիմա օրինակ նախագահ ընտրեին կամ ազգային ժողովի նախագահ, որովհետեւ Արցախի հանրապետություն չկա։ Արցախի հանրապետություն կա։ Դե հայերը այնտեղ չեն, այո, օկուպացված են այնտեղ չեն։ Հիմա չկա նաև Արցախահայության շահերի պաշտպանող գլխավոր ինստիտուտներից մեկը Արցախի նախագահ, որը իհարկե էլի չէր անում այդ ամբողջ ծավալով։ Լավ, հասկանում եմ, սահմանափակումներ կային եւ այլն, բայց դե այնքան շատ չէին սահմանափակումներ, ինչքան որ Սամվել Շահրամանյանի անգործությունն էր այդ կարգավիճակում։ Բայց հիմա Արցախահայությունը այստեղ է, ժամանակար նախագահ, որը պետք է բարձրաձայներ, խոսեր, քաղաքական խնդիրներ ձևակերպեր, չգիտեմ, միջազգային հանրության առջև այդ հարցը բարձրացնել, անդադար Արցախ վերադարձնալ եւ այլն, Հայաստանի իշխանությունների առաջ այդ հարցը բարձրացնել, փորձել լուծել Հայաստանում գտնվող արցախցիների խնդիրներ եւ այլն, հիմա այդ ինստիտուտն էլ չկա։ Վաղը մյուսն էլ չի լինելու։ Ինչ էր տալու, չգիտեմ, կարող է եւ ոչինչ էլ չտար, եթե նույն ձևով իներտ ինչ որ նախագահություն լիներ, դա բարձր ժամանակի ընթացքում այս արդյունքն ենք ունենալու։ Հաջորդն էլ ազգային ժողովը հնարավոր է լուծարվի, եթե դա հիմա նույնց եմ ասում, այս ազգային ժողովը այո կա, չեմ ասում որ լուծարենք, բայց մեծ հաշվով նախագահ չընտրելու փաստը արձանագրում է նաև այդ ազգային ժողովի ամուր լինելու հանգամանքը։ Դա է ապացուցում։ Իսկ ինչու է իշխանությունը այսքան անհանգստացած, որ իսկապես Արցախի ղեկավարությունը չձևավորվեր, չվերընտրվեր, բացի այն, ինչ իրենք են ներկայացնում, որ իբրև թե Ադրբեջանը կտեսնի կհարձակվի Հայաստանի վրա։ Բացի այդ, Արցախի հարցը փակելու համար այդքան կարևոր էր, որ ղեկավարություն չունենար, չպահպանվեին այդ ինստիտուտները Հայաստանում։ Արցախի հարցը փակելու համար առաջերտին պետք է չեզոքացնել ղեկավար ինստիտուտները, պետական ինստիտուտները, որոնք այո արտաքսված են եւ այլն, բայց գոյություն ունեն։ Բայց դա այս իշխանությունների մտահոգությունը չի, այս իշխանությունները ընդհանրապես կամակատարներ են։ Դա մտահոգությունը Բաքվում նստած իշխանությունների, Անկարայում նստած իշխանությունների, որտեղ նրանք են հասկանում, որ այնինչ արել են Արցախում, դա երբեք չի մարսվելու, որ դա մնալու է քաղաքական օրակարգում։ Իրենք հիմա ամեն ինչ անում են, որպեսզի այդ օրակարգում Արցախյան հարցի խնդիրը հնարավորինս թույլ ներկայացված լինի, որպեսզի չլինի արտաքսված կառավարություն, նախագահ չունենա եւ այլն։ Արցախայության շահերը ոչ մեկ չպաշտպանի, չսպասարկի, որևէ տեղ չբարձրաձայնի։ Ու դրա համար դա նրանց պահանջն է, Ադրբեջանի պահանջն է առաջի հերթին։ Եվ իրապես անկախ վերջին տարիների բոլոր զարգացումներից ես անասելի մեծ ցավ եւ նույնիսկ ինչ որտեղ շոկ եմ ապրում, որ Արցախի հարցը
ըստ էության ուրիշների թելադրանքով, բայց մեր իշխանությունները ստիպում են, որպեսզի այս ընթացքը ստանա։ Այսինքն որևէ բան չթողնել հանկարծ, որ հետագայում ոչ մի շանս չունենան։ Իսկ դրա համար եմ ասում, ոչնչացնեցիք ինստիտուտները, հա, կամ շարունակում եք ոչնչացնել, ստանալու են ավելի վատ։ Ստանալու են հենց ուղիղ Հայաստանի ներգրավվածություն, Հայաստանի Հանրապետության ներգրավվածության Արցախի համար պայքարում։ Այն ժամանակ այդ պետության ինստիտուտ ձևավորել այդ խնդիրը ուներ, չէ՞, որ Հայաստանը ուղղակի ներգրավված չլիներ։ Ըստ էության որովհետև հարցը փակված չէ ու չի կարող փակված լինել։ Ոչ հայ-ադրբեջանական հարաբերությունների տիրույթում փակված չէ, ոչ էլ միջազգային ռեգիոնալ քաղաքականության, բայց այսուհետև ոչնչացնելով այդ ինստիտուտները Փաշինյանի իշխանությունը Հայաստանի Հանրապետություն դարձնում է ուղիղ կողմ հակամարտության եւ միայն դրանով չէ, այլ քայլերով էլ է արել, դա էլ Ադրբեջանի խնդիրներից մեկն է, հետագային ուղղված խնդիրներից մեկն է լուծելու, որպեսզի երբ որ նորից այդ հարցը ակտուալանա եւ այլն, իրենք միջազգային, այսպես ասած, օրենքներով ավելի պաշտպանված լինեն։ Խոսք չգնա բնիկ ժողովրդի արտաքսման մասին, խոսք չգնա նրա մասին, որ մինչև 88 թվականի շարժման սկիզբը այդտեղ էլի եղել է պետական միավոր հայկական, այո, ինքնավար մարզի կարգավիճակով, բայց միևնույն է։ Հա, այլ խոսք գնա զուտ տարածքային պահանջատիրության մի պետության կողմից ճակերտավոր մյուսից ինչ-որ բան զավթելու մասին։ Ալիևը այն ապագա խնդիրներն է լուծում Փաշինյանի ձեռքով, հայ այլ պաշտոնյաների ձեռքով, որ ինձ համար իսկապես շատ մեծ ցավ է։ Թքած, եթե դա միայն Փաշինյանը լիներ, բայց եթե ճիշտ են մամուլի հրապարակումները ազգային անվտանգության ծառայության պետ Աբազյանն է դրանով զբաղվել, մեր ազգային անվտանգության ծառայության պետը, դա վիրավորական էլ չէ, դա ուղղակի իսկապես չափից ավելի նվաստացուցիչ է։ Հայ ժողովրդի համար, հայկական պետության համար, այս պետության մեջ որոշ ցանկացած արժեքներ պահպանելու մտահոգ քաղաքացիների համար։ Իսկ առհասարակ միջազգային հանրությունը դերակատարները, որոնք այս հարցը ժամանակ առ ժամանակ բարձրացնում են, Շվեյցարիայում համաժողով եղավ, Ֆրանսիայից են անդադ խոսում այդ մասին, Իրանից եւս արձագանքներ են հնչում, որ պետք է արցախցիները վերադառնան եւ այլն։ Ինչ հնարավորություններ կա այս առումով, եթե իշխանությունը ոչինչ չի անում։ Ամեն դեպքում խումբ է ձևավորվել, որոնք Վարդան Օսկանյանն է ղեկավարում, արցախցիների ազգային ժողովը Արցախի, որը ինքը իր ձեռքով այսօր քանդում է այլ պետական ինստիտուտները։ Ինչ մանդատով է օժտված լինելու այդ խումբը նախագահ չունենալու պարագայում հետագա վարվող բանակցություններից։ Գնալու են ասեն, եկել ենք այս հարցով, ասելու են հարգում ենք ձեր կարծիքը, բայց մի հատ հասկացեք, ձեզ ձևավորող խումբը ինքը ինստիտուտը ինքը գոյություն ունենալու է, դա գոյություն չի ունենալու։ Կամ ինչ կարգավիճակով է գոյություն ունենալու եւ այսուհետեւ հարցի քննությունը ինչ տրամաբանության մեջ պետք է լինի։ Ես նորից եմ ասում, կարևոր բան եմ ուզում այստեղ շեշտել, որ միգուցե սա արդյունքը կլինի այն, որ իսկապես Հայաստանը կդա։ Իդեպ դրա մասին արդեն շատ են խոսում։ Նույն այդ միջազգային կառույցները երբեք պատմության մեջ չեն ասել, որ Հայաստանն է օկուպացրել Արցախը կամ գրավել կամ Ադրբեջանից տարածքներ օկուպացրել, հիմա բոլորը դա են ասում, որ Հայաստանը վերցրել էր, Հայաստանը զիջեց, Հայաստանը տվեց, Հայաստանը ճանաչեց։ Դե եթե Հայաստանի Հանրապետությունը դարձավ ուղիղ հակամարտության կողմ, հա, ել չեմ ասում է հետագա վերականգնման process-ում։ Նաև եթե այսպես շարունակվեց եւ Ադրբեջանը ունեցավ մեզ ինչ-որ բաներ պարտադրելու ուժ, ինքը Հայաստանին է ճանաչելու օկուպացիայի մեղավոր, որը Հայաստանը չի եղել, Արցախում ինքնորոշում է եղել։ Հայաստանից են պահանջելու փոխհատուցումներ եւ այլն եւ այլն։ Դատավարություններով հիմա հենց դա էլ փորձում է կորզել։ Դա է ասում, այո, դատավարությունները դա է անում, բայց Հայաստանում ընթացող որոշ դատավարություններ են այդ իրավական հիմքերը տալիս Ադրբեջանին, որ հետո ասեն դե դա դուք եք, չէ՞, օրինակ Միքայել Արզումանյանին Շուշին հանձնելու համար եք դատում։ Ինչու եք դուք դատում։ Ձեր քաղաքներ, ձեր հրամանատարներ, այսինքն դուք ընդունում եք, որ այդպես էր։ Նույն Արցախ-Հայաստանի եւ վերջ տրամաբանության շարունակությունն է իրավական տարբեր փաթեթավորումներով։ Ու ասում են, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունը դարձրել է
ուղիղ, ես իրավական տեսակ, փաստացի բոլորս հասկանում ենք ինչ է եղել, ոնց է եղել եւ այլ, բայց իրավական տեսակետից այդ խաղակարտերը տալիս է Ալիևի ձեռքը, որ Ալիևն էլ հանկարծ երբ որ հարցը բարձրացնի, հանկարծ չլինի, որ կա Արցախի նախագահություն կամ կա Արցախի ազգային ժողով, որոնք պիտի որ լինեին դրա պատասխան տվողը, հա, կամ հակադարձողը այդ պահանջների։ Այդ ամեն ինչը չեզոքացում են Հայաստանը ուղիղ կախվածության տակ դնելու համար Ադրբեջանից։ Խոսենք նաև եկեղեցու շուրջ բարձրացած աղմուկից, որը հենց Փաշինյանն է իրականացնում, մեղադրանքներ, քննադատություններ ամենօրյա ռեժիմով եւ պարզաբանումներ է պահանջում կաթողիկոսից, որ կուսակրոնության ուխտը չի խախտել եւ զավակ չունի։ Այս հարցակումը կամ այս հարվածները ինչով կբացատրեք։ Արցախի հարցը լուծեց։ Ճիշտ այդ նույն օրը, երբ որ արդեն Արցախի նախագահ չէր կարող ընտրել, ճիշտ նույն օրը անցավ եկեղեցու դեմ հարձակմանը։ Կասեք զուգադիպությունը, ես վստահեցնում եմ, որ ոչ, ուղիղ պատվեր է քանդել բոլոր այն ինստիտուտները, որոնք մեր ժողովրդին որպես ուժ, որպես գործոն կարող են պահել։ Վեհապար Հայրապետի դեմ այդ հարձակումները, ասենք հարձակման ձևը, բովանդակությունը եւ այլն, ինչ դա ցույց է տալիս, որ ուզում են ինչ-որ խնդիր լուծել, ինչ-որ բան բացահայտել, չէ։ Վարկաբեկելու, փչացնելու, Վեհապար Հայրապետին իր մակարդակին հասնելու փորձ է։ Ավել բան չուզում, ինքը գիտի, որ եթե Վեհապար Հայրապետը իջավ հասավ իր մակարդակին, վերջացած թեմա է արդեն, կամ ցանկացած եկեղեցական։ Ինքը դրան է ձգտում։ Իր նման դարձնելով այդպես փչացնել եւ ոչնչացնել այդ ինստիտուտները։ Ասում է ձեզ ոչ թե բովանդակությունը հետաքրքրում, այլ ձևը, որով դիմել եմ եւ ասել եմ, եւ իմ ասած խոսքի վրա եք։ Բովանդակության մասին խոսեմ։ Վեհապար Հայրապետը ունի զավակներ։ Այո, ունի մոտ 10 միլիոն զավակ, աշխարհով սփռված։ Զավակներից 3 միլիոնը Հայաստանում են բնակվում։ Մի քանիսն էլ Նիկոլի նմանները անհաջող զավակներ են։ Պատահում է այդպես, երբ որ շատ ես ունենում, 10-ից մեկը կարող է անհաջող դուրս գալ։ Հարցի պատասխաներ ուզում, խնդրեմ։ Ունի նաև հոտ ոչխարներով։ Այդ ոչխարներից մի քանիսն էլ կառավարությունում են նստած եւ վայրահաչում են իրենց առաջնորդի, իրենց հոգեոր հոր դեմ։ Այսա հարցի պատասխանը։ Ունի Վեհապարը զավակ, այո, ունի։ 10 միլիոն զավակ ունի։ Սրբազանների դեմ եւս պայքար է սկսվել։ Սրբազաններն էլ այդքան զավակներ ունեն։ Սուրբ հայրերն էլ, վարդապետները, քահանաները, հոգևորականները, այդքան զավակներ ունեն։ Թող պայքարեն, բոլորի դեմ պայքարեն, ի՞նչն է խնդիրը։ Ես հասկանում եք, հարցի ցինիզմը որտեղ է երևում, երբ որ առավոտյան մենք լուրերում կարդում ենք, որ 2 մանկահասակ երեխայի տեղ գյուղից ադրբեջանցիները գողացել են, տարել են անհայտողությամբ, 1 ժամ հետո Փաշինյան կոչվածը գրառում է անում, որ Վեհապարի լռությունը համաձայնության նշան է, չլռությունն էլ է համաձայն, կամ չգիտեմ ինչ։ Ինչ է տալիս հանրությանն, էլի որ թքած որ մեր երեխաներին այնտեղ գողանում տանում են դժնամին։ Օրակարգի կարևոր հարցը սարքում է այս հարցը։ Ասենք ինչ որ մի մարդու զավակներ են, չէ՞, մեր զավակներն են։ Այդ թեման չի անդրադառնում։ Մենք այդ զավակներին չենք քննարկում, հա, Վեհապարի ենթադրյալ զավակները պետք է քննարկենք, ունի թե չունի եւ այլն։ Ազգային պետական անվտանգության հարցը ո՞րն է, Վեհապարը զավակ ունի թե չունի, թե որ մեր զավակներին ադրբեջանցիները գողանում տանում են իրենց գյուղից։ Ո՞րն է ազգային անվտանգության հարց։ Տրամաբանականը, չէ, երբ որ դու տեսնում ես թե ինքը ինչ է անում, ասում ես թշնամություն է անում։ Իսկ եթե մարդը քո երկրի դեմ թշնամություն է անում, ամեն ինչը սпасելի է։ Այսօր կասի, որ զավակ ունի, վաղը մեկ ուրիշ բան կասի, հետո կասի դա ապացուցի, որ այդպես չես։ Ու ինչ, ու մենք բոլորս ազգովի պետք է սկսենք կանգնել եւ Նիկոլին ապացուցել, որ մենք ուխտ չենք կամ չգիտեմ ինչ չենք։ Ինչի մասին է խոսքը։ Ըստ էության իրենք առանձնացնում են թիմից, ասում են մի ասեք, որ մենք եկեղեցու դեմ ենք դուրս եկել, մի քանի հոգևորականները եկեղեցի չեն։ Եկեղեցու մենք ընդհակառակը ուզում ենք բարեփոխենք եկեղեցին, օրինակ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարն ասում էր բոլորը դե գիտեք, որ եկեղեցին եւս բարեփոխման կարիք ունի։ Ինչ բարեփոխումներ են ուզում անեն։ Չլինելով եկեղեցական։ Հա, չլինելով եկեղեցական ուզում են բարեփոխել եկեղեցին։ Նորից եմ ասում, երբ որ փաստերը համադրում ես, հա, ինչ խնդիրների առջև է կանգնած երկիրը եւ ինչի մասին են իրենք խոսում, հասկանալի է, որ խնդիրը ոչ բարեփոխումն է, ոչ լավացնելն է հարցը, այլ խնդիրը թշնամություն անելն է։ Նույն այդ կրթության նախարարը թող մտածի նրա մասին, որ դպրոցական տարին սկսվում է
աշակերտները ամիսներով դասագիրք չունեն, տպագրված դասագիրք չունեն, ամիսներով հայոց լեզվի պատմության չեմ հիշում թե որ առարկաներից բարեփոխող եք, դա բարեփոխեք, որ երեխաները դպրոց գնալուց գիրք ունենան կարդալու։ Ընդ որում գիրքն էլ գրքի նման լինի, մեջը ձեր հորինված հեղաշրջման գովքը չլինի գրված, այլ իսկական կրթություն ստանան։ Իր խնդիրը կրթական ոլորտը բարեփոխելն ու սպասարկելն է, եկեղեցին բարեփոխելը եւ սպասարկելը չէ։ Երբ որ իրանք իրենց խնդիրը լավ կլուծեն, մենք կունենանք անվտանգ երկիր, կունենանք կիրթ հասարակություն եւ այլն, հետո նոր թող ասեն ժողովուրդ, այսքան հարցեր լուծվել ենք, այնտեղ դեռ հարցեր ունեն մնացած։ Հիմա դու կարծում եք այսքան պարակտում են հասարակությանին, ինչ նպատակ է դա լուծում։ Թշնամանք են անում։ Իրենք հասկանում են ինչն է մեր ժողովրդին դեռ որոշ առումներով պահում որպես ժողովուրդ վերականգնելու հույս պահում մեզ մեջ, ինչն է որ մեզ արժեքներ եք հարուզում, որ կարող է մեզ ուժեղացնել, հետագա նպատակադրումներ դնել, ինչն է որ մեզ միասնական է դարձնում, հա, մեր հավատքը, մեր պատմությունը եւ այլն, մեր արժեքները։ Այդ ամեն ինչը որ մեր ժողովրդին որպես ուժեղ միավոր կամ վերականգնելու կամ եղած ուժերը դեռ պահելու պոտենցիալ ունի, այն թիրախավորած կռիվ են տալիս դրա դեմ։ Սկզբից վարկաբեկել են զինվորականությունը, հետո արդարադատությունը, դատավորներին եւ այլն, հետո քաղաքական էլիտաներին, հետո մշակույթի գործիչներին, բոլորին, հա։ Այնքան վարկաբեկելու տարբեր ձևեր կան, կամ զուտ զազրախոսել մարդկանց խաբել են եւ վարկաբեկել են կամ առել են թեկուս առնելով են վարկաբեկել։ Հիմա սկսել են վարկաբեկել եկեղեցին։ Այդպես շարունակական։ Մինչև ուր են հասնելու։ Երբ Փաշինյանն ասում է կաթողիկոսի ընտրության հարցում Հայաստանի Հանրապետությունը ձայն պետք է ունենա։ Մինչև Հայաստանի Հանրապետության կործանումը նպատակը այդտեղ է։ Նպատակաված տանում են երկրի ոչնչացմանը, կործանմանը։ Այդ է նպատակը։ Կաթողիկոսի հետ կապված հարցերը իրենք շահարկում են որպես եկեղեցին էլ պետք է մի քիչ գիտեք համաձայն են որ եկեղեցու արձագանքը մի քիչ այլ պետք է լիներ քան այն ինչ որ եղել է այսինքն իրենք դիմում են իրավապահ մարմիններին լավ հասկանալով որ ովքեր են այդ իրավապահ մարմին կոչվածները եւ ինչ սկզբունքներով են աշխատում եւ ինչ պատվերներ են կատարում դիմել են ասելով որ կասեցրեք այդ ընթացքը չեն կասեցնելու պետք է արդյոք վեհապարը կամ բարձրաստիճան հոգևորականների դուրս գան Նիկոլին պատասխաններ տան եւ իհարկե ոչ ով է Նիկոլը որ թույլ տա իրեն նման օրակարգ ձևավորել եւ ներքաշել մարդկանց այդ օրակարգի մեջ բայց կազմակերպչական ռեսուրս մեր եկեղեցին ունի Նկատի ունեք դժգոհություն արտահայտելու հասարակությանը համախմբելու հարցում հայրապետը կարող է իր մոտ հրավիրել մեծ ազդեցություն ունեցող քաղաքական գործիչներին, հասարակական գործիչներին եւ ասել մի հատ եկեք հասկանանք, էլի այս մեր իշխանություն կոչվածը որտեղ է տանում մեր ժողովրդին։ Մեր պետությունը ուր է տանում։ Սրա այս քաղաքականության շարունակության ընթացքի արդյունքը ինչ է լինելու։ Ու եթե պարզվի, որ կործանումն է, դա միանշանակ պարզվելու է, անձայն աչքով է երևում, ասի եկեք մի հատ մտածենք, ինչ ենք անում։ Եղել է նման քննարկում, չի եղել, առաջարկ եղել է, չէ։ Իսկ ես ավելի քան համոզված եմ, ինչով է պայմանավորված։ Չգիտեմ։ Իսկապես չգիտեմ։ Միգուցե ավելի մտածում է վատ կլինի, եթե ավելի վատ քան ինչ, քան այն հարցադրումները։ Շանտաժի լեզվով է արդեն խոսում, սպառնում է եկեղեցականներին։ Թող սպառնա, հետո ինչ։ Եկեղեցականները մեր ամբողջ պատմության ընթացքում եկեղեցականները ամենահալածվածն են եղել։ Մարտիրոսացվել են իրենց հավատքի ճշմարտության համար։ Հիմա վստահ եմ, որ դա շանտաժ է, վստահ եմ, որ այդ սպառնալիքները տակը ոչինչ չկա։ Եթե նույնիսկ ինչ որ բանել կայել, Ժորժ ջան, էլի կշռքի վրա դնելու հարց է հասկանալու։ Բոլոր մարդիկ սխալական են, այո, կարող է ունեցած լինեն սխալներ։ Կարող է ապաշխարել են, կարող է չեն ապաշխարել։ Ես չգիտեմ, ես չեմ ուզում մտնեմ մարդու անձնական տիրույթ։ Եվ ինձ համար վեհապար հայրապետը իր բարձունքում է լինում այն ժամանակ, երբ որ ինքը արձագանքում է հոտին սպառնացող վտանգներին։ Այսինքն ես դրանով եմ դատում վեհապար հայրապետը ինչ դերակատարություն ինքը ոչ թե նրանով եմ դատում զավակ ունի թե չունի չեմ ուզում որպես հավատացյալ կամ եկեղեցու զավակ մտածել որ ինքը կամ այլ
հոգևոր հայրերն են, բայց դա իմ գործը չէ, դա այն կարմիր գծերն են, որտեղ ես չեմ մտնելու։ Երբեք։ Ու ընդհանրապես մեր հասարակության այդ տարորելու, ոչնչացնելու գործիքներից մեկն է այդ բոլոր կարմիր գծերը խախտելն է։ Սա նրա հետ է, սա նրանից զավակ ունի, մեկ էս անում, մեկ այն անում, բաներ կան, որ դրանք հանրային չեն, դրանք անձնական են։ Եթե որևէ բարձրաստիճան հոգևորական ինչ-որ բան է խախտել, երկու ճանապարհ ունի՝ ապաշխարել, մեկ, կամ մեղքը չգիտակցել եւ ի վերջո պատասխան տալ այնտեղ, որտեղ մարդիկ չեն պատասխան պահանջողները։ Դա անձնական գործ է։ Փաշինյանի ընտանիքն էլ է իր անձնականը։ Նրան էլ դատում եմ նրանով, թե ինչքանով է իր քաղաքականությունը նպաստում պետության կայացմանը կամ թուլացմանը կամ հզորացմանը։ Այդպես պետք է լինի, հասկանում եք։ Երբ որ մեր ժողովրդին հանում են այդ քննարկումներից, եւ բերում են հասնում են նրան, որ մենք հիմա չենք քննարկում, ասենք Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնեց, թե չհանձնեց։ Մենք քննարկում ենք Աննա Հակոբյանը ինչքանով բարոյական կին է կամ ինչքանով անբարոյական է։ Ընդ որում ասեմ, որ այդ քննարկումը հենց Աննային ձեռնտու քննարկումն է, որտեղ ինքն էլ կուզե, որ դա քննարկվի, այլ ոչ թե այն մեծ հանցանքները, որ ժողովրդի դեմ եւ պետության դեմ գործել են։ Եվ կասի դե եկեք հիմա դատվենք, լավ, դուք ասում եք, որ ես սրա հետ եմ եղել, ես էլ ասում եմ, այս Պողոսը Պետրոսի հետ է եղել, եկեք գնանք դատարանում տեսնենք ով է ապացուցում։ Հանրային քննարկումներն էլ տանենք այդ ուղղությամբ։ Ծուղակները, որ անընդհատ լարում են, կամ հաճախ այդ ծուղակները նույնիսկ ցավով եմ նշում, բայց էլիտաները կամ ընդդիմությունը ինքն է ծուղակները, թակարդները դնում, որտեղ հետո ինքը ընկնում է դրած թակարդի մեջ։ Ինչի մասին ենք, ընդհանրապես ինչի համար է ընդդիմությունը Փաշինյանի կառավարությանը։ Մինչև պատերազմը նրա համար, որտեղ ինքը ոչնչացնում էր դիվանագիտական բոլոր ձեռքբերումները, որոնք կային եւ թույլ էին տալիս խուսափել պատերազմից, Արցախը պահել հայկական։ Պատերազմից հետո այն է, որ դավաճանված պատերազմ էր, ամեն ինչ կորցրեցինք եւ չենք ուզում ազգովի ընդունել այդ պարտությունը։ Դրա համար Նիկոլ դու պետք է հեռանաս, որպեսզի չստացի, որ մենք ազգովի հավանություն ենք տալիս քո քաղաքականությանը, եթե նույնիսկ պատահական է ստացվել եւ այլն, խնդիր չէ։ Այսինքն 20 թվականի եւ 21 թվականի առաջի կեսի կռիվը դրա մասին էր։ Հետո 21 թվականի ընտրություններով նրանք լեգիտիմացրեցին միջազգային հանրության աչքի առջև մեր պարտությունը, որտեղ ժողովուրդը գնաց եւ նորից քվեարկեց Նիկոլի օգտին։ Իսկ հիմա արդեն այդ ամեն ինչը մոռացվել է եւ նստած քննարկում ենք ով ում զավակն է, ով ում հետ է լինում, ով ում հետ չի լինում։ Էս է չէ իրենց ուզածը, հասել են իրենց ուզածին։ Հիմա ինչպես պետք է հակազդել այս ամեն ինչին եւ արդյոք ընտրություններին պետք է սպասել կամ չսպասելու արդյոք հնարավորություններ կան, քայլեր կա անելու։ Այո, կան։ Ես տեղյակ եմ, ես չգիտեմ մեր հաղորդումը երբ եթեր կգնա եւ այլն, բայց ես գիտեմ, որ իմպիչմենտի առաջարկը կամ գործընթացը, որ նախաձեռնվել է, զարգացումներ է ապրել։ Ես երբեք սպասելու 26 թվականի ընտրություններին սպասելու կողմնակիցը չեմ եղել։ Եվ զարմանում եմ բոլոր նրանցից, ովքեր սպասում են։ Մի կողմից ասում են, որ Նիկոլի իշխանության ամեն օրը վնաս է տալիս մեր երկրին, հետո ասում են, եկեք 365 օր սպասենք, մինչև մյուս ընտրությունները կգան, կհասկանանք, թե ոնց են հաղթում։ Ըստ էության չեն ասում սպասում ենք, բայց գործընթացներ էլ չեն ծավալում։ Ոչ միայն չեն ծավալում, այլ նաև Նիկոլին հեռացնելու այլ գործընթացներ, օրինակ իմպիչմենտի գործընթացին խանգարում են։ Դե ասում մենք կտանք պատգամավորներ 28։ Դե հիմա կտանք կտեսնենք։ Ձեր հարցը նրա մասին էր, ինչ պետք է անել, ես կարծում եմ, որ պետք է օգտագործել թեկուզ 1%-անոց հավանականություն ինչ-որ հաջողության հասնելու, ինչ-որ իրավիճակ փոխելու, պետք է կարճել այդ 1%-ից եւ ամեն ինչ անել, որպեսզի այդ 1%-ը դառնա 51։ Այդքան բան։ Կլինի մոտ օրերս առաջիկա օրերին վարչապետի տեխնացու կամ այդ իմպիչմենտի գործընթացի զարգացումը կլինի, ուրեմն պետք է կարճել այդ գործընթացից եւ ամեն ինչ անել, որպեսզի րոպե առաջ, ժամ առաջ Փաշինյանը հեռացվի այս իշխանությունից։ Հակառակ պարագայում ես ձեզ ասել եմ, ձեզ չէ, բայց լրատվականների մի քանի անգամ խոսել եմ, հակառակ պարագայում մենք շուտով կտեսնենք եւ եկեղեցու քայքայում, ընդ որում ամենացինիկ ձևով, հա, զուտ մտնեն եկեղեցիներ, ուժայինները։ Հիշում եք, այդպես կան կարմիր բերետներով, հաստ ձեռքերով զոհվածների ծնողներին են քաշքշում, աղջիկ տղա չեն նայում բոլորին, այ դրանք։ Առաջիկայում նույնիսկ այդպիսի դեպքեր կարող են լինել, տեսարաններ լինել։ Մտնելու են եկեղեցիները, հոգևորականներին դուրս են բերելու այնտեղից, եթե մենք սպասենք 26 թվականի ընտրություններին։
Դրանից հետո լինելու է այսպես կոչված խաղաղության պայմանագիր, որ Հայաստանի կապիտուլյացիան է։ Լինելու է, գալու են դա էլ են հաստատելու։ Էլի ինչ որ բաներ կլինեն։ Այսինքն քրեական գործեր հարուցվեն, իմ երևակայությունը չի կալանավորումներ լինեն։ Դե հա, դա ինչ, դա արդեն կա, դա քանի տարի է կա, դա նորություն չի։ Բայց իմ երևակայությունը անկեղծ եմ ասում չի բավականացնում ասելու թե էլ ինչ կարող է լինել։ Դուք կմտածեիք, որ կաթողիկոսի դեմ նման արշավ կսկսվի։ Առասարակ այդ հայտարարությունը, բոլորը մտածում են, որ fake է դա, Փաշինյանը չի գրել։ Բոլորը ստուգում էին այդ էջը, որ արդյոք իսկապես ինքը այդպիսի բան է գրել։ Ես էլ էի ուզում ստուգեմ, բայց պարզվեց ինձ բլոկել է։ Երկրի վարչապետը բան է, ինչ է, իր Facebook-յան էջում ինձ բլոկել է, ես նոր չեմ իմացել, բայց պարզվում է դա էլի ժողովրդավարություն, խոսքի ազատություն եւ այլն։ Բայց դա դեռ մի կողմ, իսկապես բաներ կա, որ աներևակայելի եւ անպատկերացնելի է։ Մարդ պետք է հիվանդ երևակայություն ունենա, մտածելու համար թե հաջորդ այն շոկային բանը ինչ կարող է լինել։ Բայց որ կլինի, որ արդեն վստահ եմ, ցավոք սրտի արդեն վստահ եմ։ Այսինքն այսքան հետևողականորեն ամենօրյա հայտարարությունը իզուր չէ։ Եթե մենք սպասենք 1 տարի, որպեսզի ընտրություն լինի, այդ դրա արդյունքում դա ենք ստանալու։ Աներևակայելի հերթական կեղտոտ ներողություն այդ բառի համար, բայց իսկապես կեղտոտ արշավները եւ հարվածները բոլորին։ Մինչեւ, չգիտեմ, ինչ ուզեք, մինչեւ առաջի գիշերվա իրավունք ինչ ա եղել պատմության մեջ վատ բաներ, եկեք հիշենք, տեսնենք, մարդը հանգիստ կարող է ամեն ինչը օրակարգ բերել։ Դրա համար եթե այս պահին դրված է իմպիչմենտի հարց, ես ավելի քան համոզված եմ եւ նաեւ կոչ եմ անում քաղաքական բոլոր ուժերին մի կողմ դնել այդ ներքին խանդերը, չգիտեմ, կասկածները, որ էսենց հնան, որովհետեւ այնպես ամեն ինչ պետք է մի կողմ դնել եւ կանգնել մեր պետության, մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին, որովհետեւ այսօր հարվածի տակ է մեր պետությունը, մեր եկեղեցին եւ մեր ժողովուրդը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցում էի Ոսկանապատ վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք Շանազարյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։